Բարև ձեզ։ Հայաստանում ԱՄՆ դեսպանը զգուշացնում է. հույս ունենք, որ բոլորն այն կանվանեն թրիփ, քանի որ դա է իրականությունը։ Վաշինգտոնում հավանաբար այդ իրականությունից շեղում են տեսել։ Թվում է պետդեպի հորդորը Բաքվին է ուղղված, բայց այդ շեղման պատվիրատուների են հավակնում Թեհրանն ու Մոսկվան, թրիփում իրենց չանտեսելու աղմուկ պահանջով։ Հիմա հասկանանք, պաշտպանվողը միայն Վաշինգտոնն է լինելու, թե այդ պահանջն ավելի շատ Երևանի ու Բաքվի դիմակայության թեստ է։ Արդյոք Վաշինգտոնում համաձայնագիրը ստորագրածները հավատարիմ են մնում Սպիտակ տանը կայացրած իրենց որոշմանը, լուծել հակամարտությունը այդ փաստաթղթով։ Թե ստիպված կլինեն հավատարմության նոր երթում տալ, այս անգամ թրիփի տապալմանը։ Այլ կերպ ասած, այդ պահանջը թրիփին միանալու թե ձախողելու համար է։ Եթե դա պարզեք, կպարզեք նաև ում իմունիտետն է կայուն, Երևանի թե Բաքվի։ Եթե դա էլ պարզեք, կհայտնաբերեք ի վերջո, ովքեր շատ էին մտահոգ մեր ապաշրջափակմամբ, նրանք էլ ժամանակին մասնակցել են շրջափակմանը։ Բայց հիմա ուշ է մեղրի երկաթգծին ձեռնոց նետելը։ Հիմա կոնին ավելի մեծ խաղադրույք է դրված։ Հիմա Թրամփին Կովկասից հետ Վաշինգտոն ուղարկելն արդեն անցել է Ռուբիկոնը։ Մնացյալը կախված է ուկրաինական ճակատում ընդունվելիք որոշումից։ Պատերազմը կանգնում է, թե շարունակվում։ Մինչ այդ հազիվ թե Մոսկվան Իրանին միջուկային աջակցություն հայտնի, կարծես բավարարվում է հապկին միանալու առաջարկով։ Այնպես որ երբ փորձեք Իրանին հապկում պատկերացնել, հիշեք, հապկի անդամ է նաև Բելարուսը, որին Հայաստանում արդեն լավ են ճանաչում։ Հաջողություն։ Բարև ձեզ։ Պետք է ընդունել, որ հենց Լևոն Արոնյանի հաղթանակը դարձավ 2025-ի տարեվերջի լավագույն ալգորիթմը, ինչպես կերտել հաղթանակ պարտության անցյալից, որը հայկական իրականությունում կարելի է թարգմանել, ինչպես չթողնել Հայաստանի ընտրությունը ԵԱՏՄ թե Եվրամիություն, Ռուսաստան թե Թուրքիա կեղծ միջանցքներում։ Եզրափակիչում Լևոնը հաղթեց աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենին, որ մեզ հարցնի, շախմատում հաղթանակի պատրաստվելը նման չէ կորուսյալ պատերազմից խաղաղության պատրաստվելուն։ Լևոնն ասում է, երկու դեպքում էլ հենման կետը նույնն է՝ բարդ, զուսպ, կամային աշխատանք տանը, անգամ այն ժամանակ, երբ կսկսեն գործել կովկասյան բոլոր հին ու նոր երկաթուղիները, երբ ադրբեջանական բենզինը Հայաստանում այլևս կչափվի ոչ թե թշնամու, այլ բիզնեսի պարզ նպատակով, իսկ ռուսական ցորենն ադրբեջանական երկաթուղով Հայաստան հասցնելը չի համարվի պայքար Եվրոպային կապող Գյումրի-Կաս երկաթուղու դեմ։ Անգամ իդեալական համարվող այդ լուծումներով հանդերձ Հայաստանի տեխնոլոգիական եւ ատոմային առավելությունների մշտական հասցեն մնալու է հայկական բանակը, որին եթե կուզեք հենց ամենօրյա խաղաղությունն է զգոնացնելու պատերազմի վտանգից, որովհետև չգիտես աշխարհում այսօր ասպատակող ուժի իրավունքը որտեղ եւ երբ ինչ նոր այլանդակություններ է պատրաստում։ Տեսեք ինչպես է ուկրաինական պատերազմը կառուցում եվրոպական անվտանգությունը։ Ինչ է Հայաստանի նպատակը նույնը չէ։ Դե ուրեմն մի ամաչեք խոստովանել, որ Լևոնի կամային թռիչքը հենց մեր նպատակին գնալու փայլուն օրինակ է։ Խաղաղության հերթում կանգնած 2026-ի համար։ Հաջողություն։